Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միլիմետրերով ճանաչած Հայաստանի կառավարության ղեկավարին խնդրում են մեկնաբանել Ալիևի Սևանա լիճը թուրքալեզու գյոյչա անվանելը, նաև Հայաստան ադրբեջանցիների պատմական հողեր վերադառնալու հայտարարությունը։ Փաշինյանը շտապում է չի մեկնաբանում։ Ես հիմա գնում եմ ելույթ ունենալու, համեցեք, լսեք ելույթը։ Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից ու նախաստորագրումից հետո էլ Ալիևը երբեք չի հայտնել, թե ինչ տարածքով քառակուսի կիլոմետրերով է ճանաչում Հայաստանը։ Աշխարհի տարբեր անկյուններում խաղաղության կեղծ օրակարգը թմբկահարելով Ադրբեջանի նախագահը Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու, իբրև թե իրենց պատմական հողեր մեքենաներով վերադառնալու մասին է խոսում։ Սա չի նշանակում հետքայլ խաղաղության գործընթացից։ Ձեր հարցով իրականում դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում։ Ինչու՞։ Որովհետև հիմա ես ձեր հարցին երկընտրակի առաջ եմ։ Ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասելա, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասելա, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն։ Ինչու Հայաստանի իշխանությունները չեն հայտարարում, որ օրինակ Արցախը պատմական է եւ պետք է վերադառնալ պատմական հայրենիք։ Մասնագետն իր մեկնաբանությունն ունի։ Այդ ոնց է, որ Ալիևը կարող է ասել, որ Հայաստանը պատմական Ադրբեջան է եւ պետք է մենք վերադառնանք այնտեղ, իսկ Փաշինյանը չի կարող այդպիսի արտահայտություններ անել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով շարունակվում է։ Փաշինյանն այստեղ փորձում է հավասարության նշան դնել։ Գործադիրի ղեկավարն ասում է, թե հայ հանրությունն էլ ադրբեջանական տեղանուններն են անընդհատ օգտագործում։ Ադրբեջանում օրինակ հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը։ Ադրբեջանի դեմս Ալիևից ծրագիր ունի մաս-մաս տիրանալ Հայաստանին, առաջ քաշելով խաղաղության կեղծ օրակարգ, մանիպուլացնելով հայաստանյան իշխանություններին, մոլորեցնելով հայ ազգին։ Հայաստանն ըստ քաղաքագետ Այվազյանի գնում է Ադրբեջանից ծրագրով մշակված խաղաղության, իսկ այդ խաղաղությունը Հայաստանի չգոյությունն է եւ Հայաստանի հայաթափումը, ինչն ըստ մասնագետի 1 տասնամյակի ծրագիր է։ Ալիևը անընդհատ ընդգծում է, շեշտում է, որ դուք հանձնվել եք եւ պետք է շարունակեք կատարել մեր պահանջները, որոնց մեջ մտնում է ոչ միայն Միջանցքը Հայաստանով, այլև հենց Հայաստանը ամբողջությամբ մաս-մաս Ադրբեջանին հանձնելը։ Դրա միջոցներից ամենաարդյունավետ միջոցներից մեկը ադրբեջանցիներով Հայաստանը լցնելն է։ Հրաժարվեք ձեր պատմական բոլոր սիմվոլներից, ձեր պատմությունից, ձեր մշակույթից, այդ ամեն ինչը մերն է։ Սա է Ադրբեջանի ծրագիրը։ Քաղաքագետի ձևակերպմամբ հույսեր էլ չկան, որ օրվա իշխանությունները դիմադրելու են ադրբեջանական ոտնձգություններին։ Միակ լուծումը հայ հասարակությանը համախմբելն է եւ լուրջ դիմադրություն է անհրաժեշտ թուրքական կործանարար ծրագրերին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։